Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք միջազգային իրավունքի մասնագետ, կոնցեռն դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր կառավարիչ Արամ Օրբելյանին։ Բարև ձեզ, պարոն Օրբելյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Օրբելյան օրերս հրաժարական ներկայացրեց Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, եւ այս կապակցությամբ մամուլը գրում է, որ պատճառը Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարվելու պահանջն է, որը նրա առաջ դրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Որքանով է սա ձեզ համար համոզիչ եւ ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար, եթե մեր երկիրը հրաժարվի այս հայցերից։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Անդրադառնալով ձեր հարցին, մի հատ հետևյալ հանգամանքի վրա կցանկանայի ընդհանրապես ուշադրություն հրավիրել բոլորին, եթե կարող եմ հորդորել, կա պաշտոնական տեղեկատվություն, ինչի հրաժարական տվել։ Պաշտոնական տեղեկատվության մեջ որևէ այն պնդում, որ այս ստիպված պետք է հրաժարվեր, չհրաժարվեր, դուրս է եկել, գրված չի։ Պետք չի ենթադրել, որ այնտեղ ուրիշ պատճառներ կան, որ չի գրել։ Անձը Եղիշեն գրել է, որ պլանավորում է զբաղվել ակադեմիական գործունեությամբ, ոչ մի խնդիր չկա, շնորհակալություն է հայտնում, հետևաբար բերեք այս սրա վրա կանգնենք եւ որևէ այլ ենթադրություններ չանենք։ Եթե կար այլ պատճառներ, որի դուք եք բարձրաձայնում կամ ենթադրություններ կա, ենթադրվում էր, որ պետք է ոչ թե ասենք հրաժարական տրվի եւ շնորհակալություն հայտնվի, այլ պետք է իրականացվի այլ գործողություններ, այդ թվում նաեւ հաղորդում ներկայացվի հանցագործության մասին պետական դավաճանության կամ որևէ այլ հիմքերով իրականացվի այլ գործընթացներ եւ վերջի այդ հայցերը ֆորմալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձինը չեն, որ ինքը որոշի հրաժարվի կամ չհրաժարվի։ Այսինքն այդ հայցերը պետք է հրաժարվող, եթե հրաժարվելու թեմա կար, պետք է հրաժարվել հենց անձնական հայցերից Հայաստանի Հանրապետության դեմ, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության գործերից։ Հետևաբար պատճառները որոնք են, որոնք չեն, ես չէի ցանկանա այդպես ենթադրություններ անել, գուշակել, ինչ որ մարդկանց հերոսացնել, մարդկանց ընդհակառակը պահարակել եւ այլն, այստեղ հետեւյալն է։ Կա պաշտոնական տեղեկատվություն, համոզիչը կարևոր չի, պաշտոնականում այդ է ասված, ուրեմն պետք չի դրա տակ ինչ-որ այլ ենթատեքստեր բերել։ Ես ելնում եմ այդ կախավարկածից, որ վաղ ինչ-որ մեկը կասի, չէ, դա չէր պատճառը, ես պետք է ասեմ, չէ, դա էր պատճառը։ Կներեք, ինչ-որ մեկը ասած, այսինքն ինքը մեր շրջապատում, վերջ մեկը կասի, որ չէ, պատճառը այլ բան էր, կասեմ այլ բան ասեք, որովհետև ակնհայտորեն ես հասկանում եմ, որ այս կառավարության ամենահաջողված գործողությունը սուտ ասելն է որևէ բանի մասին, բայց ես չեմ ակնկալում, որ Եղիշեն պետք է սուտ ասել դուրս գալուց առաջ։ Ես ելնում եմ այն կանխավարկածից, ինչ գրված է ճիշտ է։ Հիմա կրկնեմ, կարամ գուշակեմ, ենթադրեմ, ասեմ, չէ, ուրիշ բանի նկատություններ, բայց չէ, եթե ուրեմն անձին ստիպում են հրաժարվել, բայց ինքը չի ասում, որ ինձ ստիպում են հրաժարվել, ասում է շնորհակալություն եւ հետո էլ ասում է, որ ես զբաղվելու եմ ակադեմիական գործունեությամբ, ես ելնում եմ այն կանխավարկածից, որ անձը դրանով է զբաղվելու։ Այսինքն դա փաստացիորեն ըստ էության այն ամենաբարդ պահին գործից դուրս գալու միտում եմ տեսնում։ Հիմա կարող է, եթե ուզում եք այդպես գլոբալ, կարանք ենթադրենք տարբեր բաներ։ Ենթադրության մակարդակով կարող է սկսել Ադրբեջանի դեմ գործերից հրաժարվելուց, ավարտելով, որ հիմա մի շարք այլ գործերով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Հայաստանը պարտվելու շարքն է սկսելու եւ որ առաջացնելու է որոշակի հետևանքներ, դա արդեն 18 թվականից այս կողմ տեղի ունեցած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներն են, դա դատավորների հետ կապված գործերն են, դա ապօրինի գույքի այս ապօրինի գործընթացի հետ կապված գործընթացներն են, դա մի շարք միջազգային արբիտրաժներն են կախված ներդրողների գույքի անուղղակի ազգայնացման, իրավունքների խախտման, ըստ էության ամենամոտ ժամանակ սպասվում է Սանիտեկի գործով միջազգային արբիտրաժի որոշումը, պատճառներ կարող ենք տարբեր գուշակել, գտնել, բայց ես առավել շատ սրանցով է պայմանավորված։ Չէ, ես ըստ ինձ պայմանավորված եմ նրանով, որ ոչ մի բան էլ տեղի չի ունենում եւ Եղիշե Կիրակոսյանը պլանավորել է ակադեմիական գործունեությամբ, այո։ Ես իրականում սա կարող է թվալ թե կատակ ենք անում, կատակ չենք անում, բայց մենք երբ որ սկսում ենք ենթատեքստեր դնել, ենթատեքստերում մարդկանց արդարացնել կամ մեղադրել, էական չի։ Դրա տեղ ինչ-որ բաներ տեսնել, մենք խեղաթյուրում ենք իրականությանը։ Հիմա պետք է մենք պարտ լինենք, եթե մարդը հրաժարական է տալիս, որովհետև նրան ստիպում են կատարել գործողություններ, ինչի հետ ինքը համաձայն չի,
Խոսքը չի գնում սովորական փաստաբանը հրաժարվեց իր գործից, որովհետև այդտեղ կա փաստաբանական գաղտնիք, դրա հետ կապված այլ Կառավարության գործընթացներ։ ներկայացուցիչը։ Խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող գործողության մասին, ակնկալվում է, որ այդ գործողությունների, եթե կա ինչ-որ ենթատեքստ, կա տեքստ, պետք է դա հրապարակվի։ Եթե չի հրապարակվում, պետք չի այստեղ առնվազն հրապարակայնության դաշտում, ինչ որ բաներ քննարկել, խոսել, բարձրաձայնել եւ ավելին ասեմ, պետք չի նաեւ տենց անուղակի փորձել պաշտպանել, ասելով որ այնտեղ ինչ որ վատ բան են անում, եթե կա խնդիր, պետք է խնդրի մասին բարձրաձայնվի, որից հետո հնարավոր Եթե չի բարձրաձայնում, նաեւ պատասխանատվություն են կիսում, ճիշտ եք հասկանում։ Ես այդ դաշտ չէի մտնի հիմա, ես ընդամենը ուղղակի վերադառնալով ձեր ամենաառաջին հարցին, ես ասի պատճառներ, որ կարող եմ ենթադրել, կամ բազմաթիվ, շարունակեմ, կարող է առողջական խնդիր լինի, կարող է որոշակի այլ, ասենք ընտանիքի հետ ավելի շատ շփվելու ցանկություն լինի, կարող է միլիոն պատճառ լինի։ Հետևաբար պետք չի ենթադրել պատճառ։ Մենք վերցնում ենք պաշտոնական պատճառը, որը ինքնին այդքան լավը չի հենց Եղիշե Կիրակոսյանի համար, Եղիշեի համար ինքը իրանով լավը չի, որովհետև ստացվում է, որ ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ լավ էր, դե շնորհակալություն ենք հայտնում, գործից էլ դուրս են գալիս, եւ սրա մեջ ինչ որ այլ բաներ տեսնել, ավելացնել պետք չի։ Ինքնին այսքանով ես կցանկանայի հիմա վերադառնալով ձեր հարցի երկրորդ կտորին, ինչ հետևանքներ կունենա սա Հայաստանի համար, եթե նման բան տեղի ունենա։ Նայեք, այս պահին հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններում միակ պահանջատիրական կետն է։ Միակ, այսինքն դուք եթե ուշադիր լինեք, չեք լսի որևէ պաշտոնական հայտարարություն, որ մենք պահանջում ենք Ադրբեջանը օրինակ զորքերը հետ կաշի։ Դուք չեք լսի մի հատ հայտարարություն, որ Ադրբեջանը պարտավոր է ինչ-որ բան դեօկուպացնել։ Դուք չեք լսի մի հատ հայտարարություն Արցախի վերադարձի իրավունք, որևէ դրա հետ կապված, վերադարձի իրավունք, ինքնորոշման իրավունք, դուք 21 թվականի նախընտրական այս process-ի ուրեմն անջատում հանուն փրկության չկա, ընդհանրապես չկա։ Միակ կետը, որը պայմանական Հայաստանը պահանջատեր է, ընդ որում այդ պահանջատիրությունն էլ շատ հարաբերական, դրան էլ հեսա կանդրադառնամ, դա ըստ միջազգային դատական գործերն են։ Մենք անդամակցեցինք միջազգային քրեական դատարանին, այդ ժամանակ ասում են, հեսա, տեսեք ինչ ալինելու ոչ մի բան չի եղավ։ Պատասխանատվության էին։ Եվ այլն։ Հիմա վերադառնալով հարցին, այդ պատասխանատվության հեսա այն տարածքներն են ազատելու, ինչ որ խնդիրներն ա, մեր անվտանգությունն ավելի երաշխավորված է եւ այլն։ Չկա, փաստացի դրանք տեսնում ենք, որ հետևանք չեն առաջացնում։ Հիմա ինչ հետևանք կառաջացնի հրաժարվելը, երկու մասով պատասխանեմ այդ հարցին։ Գործող քաղաքական փաստացի իշխանությունների դեպքում հրաժարվելը ոչ մի բան չի փոխելու, որովհետև միջազգային իրավական գործիքների տեսակետից պետք է հասկանանք, որ միջազգային իրավական գործիքները ներպետական գործիքներից տարբեր են։ Պարզացրած ասած, երբ որ ես գնում եմ դատարան, ասում եմ ինչ որ մեկը փողա վերցրել չի տալիս, դատարանը որոշում է կայացնում, հարկադիր կատարողները գնում այդ գումարը բռնանգացում, փոխանցում են ինձ։ Միջազգային իրավունքում, այև ազգային իրավունքում ասում ենք քաղաքական արգումենտները եւ իրավական արգումենտները մի խառնեք իրար, շատ բացառիկ դեպքերում մեկը մյուսի վրա ազդեցություն պետք է ունենան։ Միջազգային իրավունքում չկա այդ հարկադիր կատարողը կամ քրեակատարողական ծառայությունը։ Հետևաբար միջազգային իրավունքը ինքն իրենով քաղաքական է։ Եվ հետևաբար, եթե միջազգային իրավունքում ենթադրենք այս գործերը ավարտին հասան եւ ենթադրենք որոշում ընդունվեց, որ Ադրբեջանը ռասիստական պետություն է, ռասայական խտրականության բոլոր ձևերի կանխարգելման կոնվենցիան խախտել է։ Եթե դրան չի հաջորդում կամ դրան չի զուգորդում կամ դրա հետ զուգահեռ ինչ-որ գործընթաց չի անում այն հարցերի վերաբերյալ, որոնք ես բարձրաձայնեցի, այդ թվում նաև վերադարձի իրավունք, անկախության խնդիր, ինքնորոշման հարց, մարդու իրավունքների մի շարք այլ կոմպոնենտներ, ապա դառնում է առարկայազուրկ։ Ինչպես մենք Լաչինի Միչանսկի ապաշրջափակման որոշումների դեպքում տեսանք։ Այսինքն ցանկացած միջազգային իրավական որոշում պետք է դառնա քաղաքական գործընթացի մաս, դիվանագիտական, միջազգային քաղաքական, միջազգային հարաբերությունների։ Ինչի, որովհետև միջազգային իրավունքը զինված ուժերը, դիվանագիտությունը, բոլորը միջազգային հարաբերությունների, տնտեսական հնարավորությունները, գիտական ներուժը, բոլորը միասին միջազգային հարաբերությունների տարեր են։ Սա շատ կարևոր է, որ մենք բարձ պատկերացնենք եւ չշփոթենք միջազգային իրավունքը ներպետական իրավական համակարգի հետ։ Ճիշտ է, ի տարբերություն մնացած քաղաքական եւ դիվանագիտական կանոնների, դրանք դասագրքում չի, որ գրված են կամ պայմանագրեր կա կանոններ, մի քիչ ավելի հստակ են, մի քիչ ավելի ընկալել են, բայց միևնույնն է, դա շարունակում է մնալ կանոններ, որոնք պետությունները իրենք են համաձայնվել։ Հիմա իշխանական նորմալ ազգային իշխանություն ունենալու դեպքում կարող ենք ունենալ որոշակի հավելյալ բարդություններ, այսինքն պատկերացնենք հրաժարվելուց հետո այս խնդիրները նորից բարձրացնելու դեպքում
խնդրի լրջություն ասենք, թե ընկալում ասենք, բավականին բարդանում են։ Չեմ ուզում ասել, որ հետևանք չի ունենա, եւ չեմ ուզում ասել, որ հետևանքը կլինի այնպեսին, որ կրկին երբեք չեն կարողանա ներկայացնել, բայց այս պահին բավականին հասունության մակարդակի հասած գործերը, որով արդեն իսկ Ադրբեջանը խախտել է միջազգային դատարանի որոշումները, մենք փաստացի կհրաժարվենք այդ ամեն ինչից։ Հայաստան պետությանը կանլրջացնենք։ Անլրջացնելը դա այն ամենափոքր կտորն է, որովհետև ցանկացած նորմալ իշխանության դեպքում կարձանագրվի, որ նախորդները եղել են անլուրջ եւ նրանց քաղաքական գործիք եղել է ինձ գժի տեղ կդնեն ձևակերպումը։ Բայց բացի դրանից մենք լրջագույն խնդիրներ կունենանք իրավական արգումենտացիայի դաշտում։ Կրկնում եմ, դա անհնար չի դարձնում, բայց բավականին բարդացնում է, որովհետև միջազգային իրավունքում կա մի շարք գործիքներ, օրինակ էստոպելը, որը ենթադրում է, որ դու քո իրավական պաշտպանությունից, եթե ինչ-որ մի հատ իրավունք ունես, որը խախտում են կամ ինչ-որ բան են անում, դու ոտնահարում են քո իրավունքները, դու դա չես պաշտպանում, ոնց որ լեռելային ընդունում ես այդ խախտումները որպես իրավաչափ եւ հետագայում, երբ որ դու բարձրաձայնում ես, երբ որ հարմար կոնյունկտուրա է լինում, ասում են, չէ, ասենց չես կարա, երբ որ հարմար լինի բարձրաձայնես, երբ որ չէ։ Իհարկե, մյուս կողմից, եթե մենք ընկալում ենք, որ այս հրաժարումները տեղի ունենում, օրինակ, զինված ուժի սպառնալիքի ներքո, պետության տարածքի օկուպացման սպառնալիքի ներքո, Ռագեզուրի միջանց կլինի թե այլ գործընթաց, դա ինքնին նույնպես դառնում է ոչ իրավաչափ հրաժարում, որը հնարավորություն է տալիս բացել։ Բայց հիմա չեմ ուզում ասենց բանի մեջ ընկնենք, որ ծայրահեղությունների մեջ ընկնենք, ասենք ոչ մի բան չի լինի, եւ չեմ ուզում ծայրահեղությունների մեջ ընկնենք, որ ասենք հա ամեն ինչ կորած է։ Այսինքն միշտ հնարավորություններ կլինեն, բայց այդ հնարավորությունները կլինեն շատ ավելի բարդ կետից պետք է սկսենք, բացի այդ անլրջանալու տարից, որ միջազգային հանրությունը դատարանը պիտի ասի, լավ, դուք ոնց որ եկել եք հիմա որոշեք ուզում եք գաք, չեք ուզում գաք այս գործընթացում, եւ ինքնին սա նաեւ շատ մեծ խնդիր է, որովհետեւ պետք է դիտարկենք հայ-ադրբեջանական հարաբերությունների դաշտում։ Չի կարող լինել գործընթաց, որտեղ մենք պահանջատեր չլինենք, Ադրբեջանը լինի պահանջատեր։ Ինչ որ բանի, չեմ ասում իրավաչափ կամ ոչ իրավաչափ։ Դա բանակցություն չի ստացվում, ստացվում է պահանջող եւ զիջող։ Ընդ որում Ադրբեջանն էլ իր հերթին չի պատրաստվում իր հայցերից հրաժարվել, այսինքն սա երկուստեք գործընթաց չի։ Եթե նույնիսկ երկուստեք լինի Ադրբեջանի հայցերը ակնհայտորեն ու առնվազն նրանք ինչ որ տեսել են շատ թույլ են, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավական որևէ լուրջ խախտումներ չունի, այսինքն հիմա բերեմ օրինակը հենց այդ ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի, ըստ էության ինչա տեղի ունենում։ Եթե նայում ենք օրինակ միջանկյալ միջոցները, Ադրբեջանին որպես միջանկյալ միջոց, հենց Ադրբեջանին է որոշակի սահմանափակումներ տվել պաշտոնատար անձանց, Հայաստանի դեպքում բացառապես մասնավոր դաշտի կտորով է դիտարկվել։ Եթե մենք նայում ենք նախնական այս բաները, հրամանները, ըստ էության գործը կարճելու միջնորդությունները, Ադրբեջանի դեպքում բոլորը մերժվել են, երբ որ Ադրբեջանը խնդրում էր Հայաստանի հայցերը, այսպես ասած, մերժել, Հայաստանի պահանջները մեծամասամբ բավարարվել են, այսինքն բավական հիմնավորված են եւ ժամկետային եւ լիքը հարցերով սահմանափակվել են Ադրբեջանի գործը, հայկական գործը ամբողջությամբ քննվում է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայելային չեն գործել, որովհետեւ 20 թվականի պատերազմի ժամանակ ըստ էության առաջնային խախտողը եւ հիմնական խախտողը եւ առանձին դեպքեր չեմ կարող ասել կա չկա, բայց ինքնին միջազգային իրավունք խախտողը Ադրբեջանն է։ Մենք այս պահին պատաններ եւ գերիներ ունի Ադրբեջանը իր իշխանության ներքո, Հայաստանի իշխանության ներքո առնվազն նման տեղեկություններ չկան, ես համոզված եմ չկա, որովհետեւ ոչ միայն բոլորին, նաեւ հանցագործներին ենք վերադարձրել, այսինքն անձանց, ովքեր ոչ թե պատերազմի ժամանակ գերեին ընկել կամ ինչ որ ձևով ընկել են իշխանության ներքո եւ ունեն ռազմագերու կամ որևէ այլ կարգավիճակ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Արցախի Հանրապետության տարածքում իրականացրել էին հանցագործություն, Խարվաճարի հայտնի դիվերսանտներին կամ Սյունիքներ խուժած ադրբեջանցիներին, որից հետո, Սյունիքներ խուժածը վերջին էր, Խարվաճարին ավելի շուտ, որից Խարվաճարի դեպքում դատապարտվել էին, կրում էին պատիժը, առաջին հենց ինքնաթիռով իրանք ուղղակի վերադարձան առանց ինչ-որ բան։ Այո, 20 թվականի նոյեմբերին հենց։ Հետևաբար նորից եթե փորձեմ ընդհանրացնեմ, հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը չպետք է հրաժարվի այս հայցերից։ Ոչ միայն որպես մաքուր իրավական արգումենտ, այլ նաև որպես միջազգային հարաբերությունների քննարկման արգումենտ։ Հայաստանի Հանրապետությունը չունի իրավունք
ուղղակիորեն դառնալ զիջող չզիջողի դերում, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է, որ ունի հնարավորություն լինելու պահանջատեր։ Եվ իմիջիայլոց պահանջատերությունը չի նշանակում, որ դա պետք է լինի պարտադիր զինված ուժերով, պարտադիր պետք է ասենք, այս զորքով են գալու այս տարածքը ազատագրենք կամ զորքով են գալու այս գործընթացը անենք, չբացառելով հանդերձ, որ Ադրբեջանի հերթական զինված հարձակման ժամանակ ինքնապաշտպանության իրավունք ունենք, եթե կունենանք ֆիզիկապես նման հնարավորություն։ Բայց դա նշանակում է, որ դիվանագիտական դաշտում պետք է գործիքները կրկնապատկվեն։ Այսինքն, եթե մենք հույսներս չենք դնում, որ զինված ուժերով հեսա գնալու ենք, միջազգային իրավունք չկա, կարևորը զենք նաև զորքով են գնալու ամբողջ խնդիրը լուծել, եթե դա չի մեր միակ խնդիրը, ոնց որ թե դա չի, հետեւաբար դիվանագիտական, միջազգային իրավական եւ մնացած այլ դաշտերում մենք պետք է ոչ թե պակասեցնենք, այլ ավելացնենք։ Դրանով հանդերձ, եւ միջելոց այս միտքը մարդին ես չեմ մասիսայարիշներ ասել, ինչի հետ ես համաձայն եմ, միջազգային դատարանի գործերը կոնֆլիկտի լուծման խաղաղ գործիքներից է, այլ ոչ թե կոնֆլիկտի սրման գործիքներից։ Հետևաբար, եթե մենք խոսում ենք կոնֆլիկտի լուծմանը, ապա միջազգային իրավական գործիքների կլինի դատարան, արբիտրաժ կամ որևէ այլ գործընթաց, այսինքն բանակցությունները եւ միջազգային դատական գործընթացները իրեր հավասար խաղաղ լուծման գործիքներ են։ Ուղղակի մի դեպքում վերջում հաստատ ինչ որ որոշում ես ունենում։ Մի դեպքում կարող է շատ երկար բանակցես, ոչ մի բան չունենաս, ասենց եթե մի քիչ ընդհանրացնենք։ Այսքանով երևի ձեր առաջին հարցի հետ կապված, հետեւաբար միջազգային իրավական գործընթացներում մենք ունենք լրջագույն խնդիր, ոչ միայն այս հետ վերցնելու հետ, այլ այն, որ մեր գործընթացները համահունչ չեն մնացած քաղաքական գործընթացի հետ, այսինքն չի լինում տարբերակ, այդ որ ասում ենք անլրջացնել, պատկերացրեք հիմա ինչ որ մեկի հետ շփվում ենք, այդ ինչ որ մեկը գալիս ասում է դու ինձ ծեծել ես, դու ինձ, չգիտեմ, ջարդել ես, դու ռասիստ ես, դու ինձ չես սիրում, դու իմ բանից հայ մաշկի գույնի պատճառով դու ինչ ես սիրում կամ իմ ծագումով կամ ինչով, բայց հետո հաջորդ օրը նստում ենք միասին հաց ենք ուտում, քեֆ ենք անում, հետո հաջորդ օրը նորից գալիս նույն բանը ասում դատարան։ Չի լինում, այսինքն չի կարող դատարանում քննարկվել ինչ որ հարց, որ Ադրբեջանն ռասիստական պետություն է, եւ մյուս կողմից ասել չէ, ոչ մի խնդիր չկա, նորմալ հարաբերությունները կարգավորվում են։ Ճիշտ է, ռասիստական պետության հետ էլ հնարավոր է ինչ որ ձևով տեխնիկական խնդիրներ լուծել, բայց անհնար է ֆունդամենտալ ինչ որ հաշտության, թե խաղաղության, թե ինչ անուն ուզում եք դրեք գալ, որովհետեւ ինքնին այդ ռասիստական մոտեցումը բացառելու է, ռասիստականը այստեղ շատ կարևոր է, այլ այստեղ ոչ թե մաշկի գույնով կամ կրոնով է խնդիրը, այլ ուղղակի արմենոֆոբիա է, այսինքն եթե դու հայ ես, ապա քեզ ատում են, թշնամի ես։ Հետևաբար ընդ որում շատ կարևոր է նորից որ Հայաստանում նման խնդիր չկա։ Լավ է, վատ է, դասավերքերից, հեքիաթներից սկսած այդ ամենը արտացոլվում է։ Հետևաբար սա նույնպես դիսոնանս է առաջացնում։ Ինքնին խնդրահարույց է։ Հիմա այս հրաժարվելը ոնց որ այս մնացածի լույսի ներքո դառնում է շատ տրամաբանական, անտրամաբանական, այսպես ասեմ, էլի։ Հետևաբար մենք պետք է ռեալ նաև մի հատ ուրիշ կոմպոնենտ էլ կա հրաժարվելու հետ կապված, մենք միշտ դիտարկում ենք միջազգային իրավական, միջազգայինը, չբացառենք ներպետականը։ Հիմա նայեք ինչա տեղի ունենում։ 21 թվականի նախընտրական երբ որ նայում ենք խոստումները, գործող փաստացի իշխանությունների նախընտրական խոստումը, եթե Արցախի հարցն ենք նայում, դա մոտավորապես Հադրութի, Շուշիի դեօկուպացիա եւ անջատում հանուն փրկության։ Ինչ անենք, որ հավատան, որ անջատում հանուն փրկությունը լինելու է։ Մեր նպատակը դե բերեք միջազգային դատարան դիմենք, որպեսզի ցույց տանք, որ նրանք ռասիստական պետություն են։ Մի շարք միջազգայնագետներ, մի քիչ տենց ՀԿ-ներ, սեկտոր, տենց կսկսեն խոսել, ոնց որ հիմա դեր առաջին հարցներ չէ։ Ենթատեքստ տեսնենք, խոսենք, այդ խոսակցությունը մեծանա, ինչ որ խոսակցություն լինի, որը բայց պաշտոնական տեղեկատվությամբ չի հաստատվում։ Մեկ տարի հետո էլ Արցախը ճանաչենք Ադրբեջանի։ Հիմա մենք ասենք այ որ հեսա ենք անելու, եկեք ինձ ընտրեք, որովհետև տեսեք, այսքան տարի նախկինները չէին դիմում միջազգային դատարան, ես ինչքան լավն եմ դիմեցի միջազգային դատարան։ Այն մարդիկ, ովքեր միջազգային իրավունքը ճիշտ են ընկալում, հասկանում են, ասեն, հա ինչ լավ է, վերջապես շարժ եղավ, մարդիկ, ովքեր ուզում են միջազգային իրավունքով զբաղվել որպես մասնագիտություն, ոչ թե որպես ակադեմիական գիտելիք, ասում են, ինչ լավ է, հեսա միջազգային դատարան կգնանք, ինչ որ մարդիկ պատրաստում են դիրքորոշումներ, ինչ որ միջազգային իրավաբանական ու արտասահմանյան իրավաբանական ընկերություն դառնում է Հայաստանի մատակարարը, այդ ծառայությունների դրա հաշվին է ինքը ուժեղանում, այսինքն մի պրոցես է տեղի ունենում։ Ասում են ընտրությունները, մի տարի հետո ճանաչում ենք, մենք չէ, ճանաչում են շատ զորը իջեցնում Ադրբեջանի կազմում, Պրահա, հետո մի շարք այլ ինչ որ փեղումներ են քանում առաջ, հետո կապ չունի։ Հիմա այս պահին
ակնհայտ է, որ գործող իշխանությունները ոչ մի անջատում հանուն փրկության եւ նմանատիպ որևէ թեզիսներ չեն էլ ցանկանում քննարկել։ Պարզապես չեն էլ ցանկացել։ Դա ուղղակի պետք է 21-ի ընտրություններին են մեջտեղի մասային մի քիչ էլի էս կոմ բերելու համար, հա, որ տեսեք դա ասում էր իրենք էլ էին ասում, որ հանկարծ Ընդդիմությունը դա չէր ասում, ընդդիմությունը ասում էր ավելի գլոբալ ինքնորոշման իրավունք եւ ասում էր շատ པարզ մի հատ արգումենտ, որը եղել է միակ ու ճիշտ արգումենտը, ասենք միակ չասեմ, լավ, ամենակոնցեպտուալ ամենաուժեղ արգումենտներից մեկը, որ Արցախը անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի եղել, որ հələ մի հատ էլ քննարկենք պիտի անջատվի թե չանջատվի, այսինքն իսկ Ալմատան էր անկախությունը հռչակել Արցախը։ Այսինքն Արցախը խորհրդային միությունից եթե կարար այս տարածքում ձևավորվել Հայաստանի Հանրապետություն, այն տարածքում կարող էր ձևավորվել Արցախ, ավելին ես մի քայլ էլ առաջ կգնամ, որ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է սեպտեմբերի 21-ին, երբ որ անկախության հռչակագիր են ընդունել, հետո էլ հռչակվել է անկախությունը, ըստ էության եղել է համապատասխանաբար Գերագույն խորհրդի կողմից, որտեղ եղել են ընտրված падգամավորները այն ժամանակվա լղիմից, հա, sense պայմանական այսօր Արցախից։ Հիմա եթե վերադառնանք մեր թեմային, հետեւյալն է։ Հիմա 21 թվականի ընտրություններին պետք է որ լինի այս ամբողջը, որպեսզի կարողանանք մարդկանց համոզենք ենթագիտակցաբար, որպեսզի ինչ որ մարդիկ մտքում ասեն, արա չէ, էլի հեսա ֆյոտոկի sense լավ միտք կա, պես պահին պատերազմելու հնարավորություն չունենք, բայց ինչ լավ գաղափար է։ Հիմա հաջորդ ընտրությունների համար սա արդեն խանգարող թեզիս է։ Այ որ հեսա դատարան են գնացել, դատարան է գնացել, որ ինչ անեք, խաղաղություն, դե խաղաղության համար սա պետք է արդեն փակված թեմա լինի, որ ընդհանրապես ինչ որ մեկը փորձի խոսա Արցախ, Հայաստան, դեօկուպացիա, նման տերմիններից մենք ասենք, այ դուք մենք չէ, այդ մարդիկ ասեն, այ դուք պատերազմ եք ուզում, հետ պատերազմ եք ուզում, այսինքն դրա համար պետքա որ այդ դատական գործերը չլինեն։ Եթե նախորդում պետք էր որ լինեին, այս մեկում պետքա որ ընտրվելու համար անհրաժեշտ է այս գործերից հրաժարվել։ Ասենց ասենք, ձայների քանակը ավելացնելու, կլինի վերընտրվել թե չէ, բայց առնվազն ձայների մոտորապես վերընտրվելու փորձի համար պետքա որպեսզի այս թեման փակվի, որ ընտրությունների ժամանակ ցանկացած մարդ, ով որ Արցախ կբարձրաձայնի, իսկ հասկանում ենք, որ իշխանությունների ամենամեծ կորուստներից մեկն է։ Միակը չի, մնացած տնտեսությունն էլ է քայքայվել, մնացած կետերն կա, բայց սա ամենամեծ կորուստներից մեկն է, սա բոլորը տեսնում են, կար Արցախը, հիմա չկա Արցախը։ Ինչքան էլ կրկնի, որ նախորդ 3 նախագահներն են հանձնել, չգիտեմ, վարչապետներն են հանձնել, խորհրդային միությունը, որ ստեղծվել է, արդեն հանձնվել է այն ժամանակ, բանի նկատի ունեմ 22-24 թվականին հանձնվել է դրանից առաջ Ստալինն է մեղավոր, Վուդրո Վիլսոնն է մեղավոր։ Հա, այսինքն բարձր չէ որ կար, հիմա չկա, այսինքն դա շատ տիպիկ երևում է։ Ինչա պետք է այս թեման փակվի ընդհանրապես, որպեսզի չքննարկվի։ Այսինքն իսկ ցանկացած քննարկում փորձ արվի տանել, որ դուք այդ տեսեք պատերազմ եք ուզում ինչ որ սկզբունքի։ Սա լրիվ ուրիշ հարց է, ոչինչ բան չմտել։ Հիմա հետեւաբար այս դաշտում էլ պետք է դիտարկել, որովհետեւ 21 թվականի ընտրությունների այս ամբողջ կոնցեպտի համար պետք էր դա։ Այ 26 կամ 25 թվականին պետք է լինելու որ դա չլինի։ Սա զուտ նաև ընկալելու եւս մեկ շերտ, որտեղ խորհուրդ կտամ կամ լավ խորհուրդ չտամ հայ գործիչի ուրիշների խորհուրդ տալը, կառաջարկեմ նաև այս լույսի ներքո դիտարկել որպես նաև կոնտեքստ է, որտեղ այստեղ միայն միջազգային իրավական կտորը չի, այստեղ միջազգային իրավականից բացի կա նաև այս կտորը հասկանալի է։ Պարոն Օրբելյան, նույն ընտրությունների համատեքստում ես ուզում եմ անդրադառնանք նոր սահմանադրության ընդունման շուրջ տարածվող հակասական քննարկումներին, որոնք վերջին շրջանում նոր թափ են ստացել, եւ մեր իշխանությունները խոստանում են, որ մայր օրենքի նոր տեքստը պատրաստ կլինի մինչև 26 թվականի ընտրությունները։ Ձեր դիտարկմամբ ինչով է պայմանավորված այս շտապողականությունը եւ կարծիքներ եմ լսում, որ իշխանությունները փորձելու են հանրակրվեն եւ ընտրությունները նույն օրը նշանակել, որ հանրակրվեն չտապալվի, որքանով եք սա։ Նայ, քաղաքագետները թող այս հարցի պատասխանը տան, որտեղ այս հարցի պատասխանը քաղաքագետները ավելի հստակ եւ ավելի ճիշտ կարող են ներկայացնել ինչի են ցանկանում, ինչի չեն ցանկանում։ Ես մի քանի հանգամանքի եմ ուզում ուշադրություն հրավիրել համանadrության հարցով, տենց սկզբունքային հրաժարվում եմ ընդհանրապես խոսել, որովհետեւ դա կեղծ օրակարգ է։ Կբացատրեմ հիմա ինչի եմ ասում կեղծ օրակարգ, որովհետեւ ըստ էության ներքին քաղաքականության, արտաքին քաղաքականության, անվտանգային քաղաքականության, տնտեսական քաղաքականության, հարկաբյուջետային քաղաքականության, իրավական բարեփոխումների եւ բոլոր ոլորտներում մենք տեսնում ենք լրջագույն խնդիրներ, ես առնվազն նրանք, որի մասնագետը ես եմ մի քանիսը կփորձեմ թվարկել, բայց դա ինչ անենք, որ չքննարկվի, խնդիր չլինի, բերեք մի քիչ ավելի կոնցեպտուալ բան տանք, այ վատ ենք ապրում, որովհետև ինչ որ մի հատ հարց։ Հիմա նայեք։ Եվ օրակարգում գերակշռում են տեսակետը, որ սա Ադրբեջանի պահանջով է։ Հիմա ես չեմ էլի, հիշում եք առաջին ասի, պատճառներ կարող եմ շատ ասել, հա, պատճառներ կարող եմ ասել Ադրբեջանի պահանջով է, կարող եմ ասել
բաների Թուրքիայի պահանջով է։ Կարող եմ ենթադրել, որ ռուսներն են ստիպել, կարող եմ մտածել, որ մեզ ստիպել են ֆրանսիացիները, ամերիկացիները, չինացիները, այսինքն կարող միլիոն պատճառներ են։ Մի հատ կարևոր, մի քանի կարևոր հանգամանք, այսինքն պաշտոնապես ինչ են ասում, ասում են այն նախորդները չունեն ժողովրդավարություն, հիմա ժողովուրդը ուզում է ունենա։ Ուրեմն կարող եք բացել վերջին, չգիտեմ, քանի տարվա ուզում եք, ուրեմն 7 տարվա ասեմ, ավելի երկար կարող ենք նայել, հա, բարեփոխումների, այսպես ասած, ներողություն, 7-8 տարվա բոլոր միտինգները։ Ինչ թեմայով միտինգ եղել է։ Միտինգ եղել է, որ սպանդանոցները պարտադիր պետքա չլինի, եղել է, որ պարտադիր պետքա լինի, նո պարտադիր պետքա չլինի, հարկերը պետքա չբարձրանան։ Տաքսի, չգիտեմ, վարորդների ինչ որ բանի հարցը, ավտոմեքենա ներկրողների հետ կապված որոշակի խնդիրներ, որ պետքա մաքսազերծվեն, չմաքսազերծվեն։ Շրջանառության հարկը, առևտրային տարբեր գործունեությամբ զբաղվող այս առևտրի կենտրոնին, առևտրի կենտրոնի, եղել են քաղաքական պահանջ, եղել է միջազգային իրավական պահանջ։ Մի հատիկ, փուջուրիկ, միտինգ, ստորագրահավաք, գործընթաց, այ որ սահմանադրությունը պետքա փոխվի, չկա, գոյություն չունի։ Մի հատ պահանջ, չեմ ասում, բան, բազմահազարանոց ցույց կամ 100,000-անոց ստորագրահավաք։ Մի հատ պահանջ, որ այս սա էր հանրային պահանջի նմանվող որևէ բան չկա։ Հետևաբար ակնհայտորեն պնդել, որ կա հանրային պահանջ, սուտ է։ Հիմա երկրորդ հարցը։ Իսկ արդյոք մենք այս սահմանադրությունը կիրառեցինք, կիրառման արդյունքում առաջացան խնդիրներ, եւ այդ խնդիրները փորձեցինք սահմանափակել։ Ինչի եմ սա ասում, որովհետեւ սա ֆունդամենտալ կարևոր է։ Սահմանադրությունը սահմանափակում է իշխանություններին, առավելապես գործադիր իշխանությանը ընդդեմ մարդու։ Այսինքն ասում ենք դուք կոնցեպտը շատ պրիմիտիվ է, դուք սուտասան գող ավազակ եք։ Բոլորդ կապ չունի, ով ուզում է այնտեղ լինի, դա կլինի նախկին, ներկա, ապագա, կոնցեպտը դրա շուրջ է կառուցված։ Ասում եմ, ես ձեզ պարտավոր չեմ վստահեմ։ Ես դրա համար գրել եմ կանոններ, ընդ որում դու կարող ես լավ մարդ լինեք, վատ մարդ լինեք, բայց կանոնների մոդելը այնպեսին է, որ ես ելնում եմ, որ եթե գողավազակները եկաք այդտեղ, դուք պետք է հետևեք այս կանոններին, այս կանոնների շրջանակներում քիչ թե շատ ստաբիլացնենք, բալանսավորենք։ Հիմա բերեք հասկանանք, էլի մեկ ասում են սահմանադրությունը գերվարչապետական, կենտրոնացված, հիմա հասկանանք, ազգային ժողովի ուրեմն կառավարման մարմիններում օպոզիցիան պետք է լինի ներկայացված։ Դա ենթադրում է եւ պրեզիդիումում պետք է լինի անպայման գոնե մի հոգի։ 1/3-ը չէ, 1/3-ով պետք է լինի ազգային ժողովում ընդդիմությունը, բայց բացի դրանից նաեւ կառավարման մարմիններով, այսինքն Դոնթի բանաձևով, այսպես կոչված բանաձևով, հանձնաժողովի նախագահներ։ Հիմա դա պարզ բան է, ենթադրում է, որ եթե անձը կարող է լինել падգամավոր, որտեղ եթե չի կարող լինել падգամավոր, հարցը դուրս է գալիս, իրեն ուղղակի դադարեցնում ենք լինի падգամավոր։ Եթե կարող է լինել падգամավոր եւ որպես падգամավոր օպոզիցիան առաջադրել է իրեն որևէ պաշտոնի, մեծամասնությունը իրավունք չունի չընտրել։ Հիմա սահմանադրության մեջ ոչ մեկի մտքով չի անցնում, էլի գրի, որ առաջադրելուց իրանք պարտավոր են ընտրել։ Հետո մտածի ասի լավ, եթե պարտավոր են, բայց չընտրեցին, ով է ստիպելու։ Հետո որ ով ստիպողը չստիպի, նրան ով է ստիպելու, որտեղ ենթադրվում է, որ սահմանադրական կարգավորումները պիտի գործեն։ Եվ դրա ամբողջ նպատակը հետեւյալն է, երբ որ իշխանության գտնվող ուժը դա չի ոտնահարում, ինքը երբ որ դառնում է օպոզիցիա, ինքը նույնպես օգտվում է։ Չէ, մենք տեսանք, սկսվեց դեռևս էլ նախորդ գումարման հանձնաժողովից, եթե ճիշտ եմ հիշում Նաիրա Զուրաբյանի։ Մարդու իրավունքների հանձնաժողովի պաշտոնը։ Հիմա Թաքուի Թովմասյանի լիազորությունների ձեռքեցին, ինչի համար, որ իրենց դուր չի եկել ոնց է վարում նիստը։ Իսկ այդ բանաձևով օպոզիցիային տրվում է հենց նրա համար, որ դուր չգա ոնց են վարում նիստը։ Եթե պետքա դուր գա ոնց են վարում նիստերը, չէին ասի, որ այս մեծամասնություն թե այն մեծամասնություն։ Հիմա դրանից հետո, եթե ճիշտ եմ հիշում, Արտուր Ղազինյանին մի 10 քանի անգամ չընտրեցին այդ պաշտոնին։ Չգիտեմ, այլ պաշտոնատար անձեր չընտրեցին։ Ազգային ժողովում ոչ ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ունենք, ոչ էլ որևէ հանձնաժողով։ Հետևաբար խոսել նրա մասին, որ այդ տեսեք, մենք հիմա սահմանադրությունը վարչապետական չեն կարող, որովհետև ինքնին սահմանադրությունը նախատեսել է գործիք, որ չի կիրառվում, մեկ այլ գործիք։ Նախատեսվում է, որ ազգային ժողովի 1/5-ը կարող է դիմել սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը որոշակի ժամկետներում պետք է որոշում կայացնի։ 1/5-ը դիմել է սահմանադրական դատարան, օրինակ բանի գործով ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի լրջագույն խնդիրներ կա, արդեն երևի 4-րդ տարին է։
ֆորմալ ինչ ուզում են ասեն, սահմանադրական դատարանը կարող է եւ պարտավոր է ժամանակ գտնել եւ որոշում կայացնել։ Ընդ որում որոշումը կարող է լինել լավ, էլ սահմանադրական օրենք է, հակասահմանադրական օրենք է, օրենք է ժամանակավորապես կասեցնեն, որ չի արվել։ Բայց պետության մեջ մի հատ դատախազությունը մարմինագործում, ինչ որ մեկը գնում գալիս, ինչ որ Range Rover, չգիտեմ, ինչ որ ստատուսներ է գրում, քաղաքական դրդապատճառներով գործընթացա տեղի ունենում։ Amma ակնհայտորեն քաղաքական, երբ որ պետք է լինում ասել մենք ասում ենք գործ չունենք այդ իրանց հետ, իրանք իրավական համակարգ են անկախ են, երբ որ պետք է լինում հակառակը ցույց տա, որ տեսեք ինչ որ ես ինչ որ բան եմ հետ վերելու, հատիկ առ հատիկի ինչ որ գովազներ է համընկնում են նախընտրական շրջաններ հիմա բացառապես ոչ միայն հիմնականում այդ բանի հետ կապված Վարդան Ղուկասյանի հետ կապված նախին քաղաքապետի հետ կապված շատ դիպուկ էր ասում դից եղավ էլի որ անդադ այդ նախընտրական փուլում եք հիշում որ այս մարդը հանցագործություն արել ես չգիտեմ արելա կամ չի արել եթե արելա տարեք դատեք Ազգային ժողովում, երբ որ բարձրաձայնում են, ասում են, այս պատգամաբանը անիվի հետ կապված հանցագործություններ, շատ կարևոր է, ասում են, դե մեկ բոքսյոր կար։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, ինչքանով ես տեղյակ եմ, այդ բոքսյորը հիմա միջազգային խուզարկության հետախուզման մեջ է, եւ նրա նկատմամբ քրեական գործ կա, բայց ինքն հենց ասում, որ իր հետևից չեմ եկել։ Ասում այ տեսեք իմ գործով այն մարդկանց նկատմամբ չեղավ 2 օր հետո մարդկանց կալանքի են տանում, տնային կալանք են ստանում։ Ընդ որում այդ կոնկրետ այդ նշված մարդկանց մի մասին ես ունեմ բացասական կամ դրական կամ նեյտրալ վերաբերմունք։ Էական չի, ես ընդհանրապես երևույթներն եմ ուզում ցույց տամ, ինչ է տեղի ունենում, որ պահին են հիշում, երբ են հիշում, եւ որ քաղաքական հետապնդումները հենց այդպես են լինում, այսինքն ուրիշ ձև չի լինում, երբ որ մենք ուրիշ երկրներում խոսում ենք որ քաղաքական հետապնդումը, հենց նույն բաներն են տեղի ունենում, այսինքն մեկ էլ քաղաքական դրդապատճառներով այսօր հիշում են որ այ լավ կլներ այս մարդուն մի հատ քրեական գործերը հիշացնենք օրինակ։ Հիմա վերադառնալով ուրեմն սահմանադրության հարցին, բերեցի ազգային ժողովի օրինակը։ Սահմանադրությունը ուղիղ նախատեսում էր, որ դատական իշխանության վերաբերյալ հարցերը պետք է քննարկի ժողովուրդը, որպես իշխանության կրող առաջնային մանդատ ունեցող, չէ, սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխությունները ազգային ժողով անց են կասնում։ Նույն ազգային ժողովով, որը դրանից մի քանի ամիս առաջ պնդում էր, որ չի կարող ինքը անել, որովհետև պետք է գնա հանրակրվեով։ Մենք վերցնում ենք մեկ այլ օրինակ, սահմանադրությունը սահմանափակել էր, հա, ասենց ասենք, վարչապետի լիազորությունները, որ գլխավոր շտաբի պետին քաղաքական դրդապատճառներով չհանի չնշանակի, ինչ արեցին։ Սկզբում հանեցին, Օնիկ Գասպարյանին դատարանի որոշում կար, որ հայցի ժամանակավոր բավարարել էր, բանի տեղ չդրեցին, Օնիկ Գասպարյանին հեռացրեցին, նորին նշանակեցին, դրանից հետո էլ դարձրեցին նախարարի տեղակալ։ Հիմա ասում եք լավ, սահմանադրության մեջ ուղղակիորեն նախատեսված է, որ գլխավոր շտաբի պետը ապա քաղաքական է։ Եթե կարամ ես քաղաքական դրդապատճառներով, այդ թվում նաև օրինակ քաղաքական մեծամասնության փոփոխության արդյունքում իրեն միշտ փոխեմ, որովհետև ուզում եմ ուշադրություն հրավիրեմ։ Օնիկ Գասպարյանին հեռացրել են ոչ թե նրա համար, որ նա ինչ-որ խախտում էր արել, հայտարարություններ տվել, չէ, այ որ ցորից առաջին հարցն էր, հա, դες ինչ պաշտոնական հստակ գրված է, որ ուղղակի կարանք, օրենքը թույլ է տալիս առանց բացատրելու հանել, ինքը որոշեցինք առանց բացատրելու հանել։ Հայտարարությունից հետո դա տեղի ունեցավ միայն։ Հայտարարությունը հիմքում չի եղել, որ հələ քննարկենք իրավաչափ չէ։ Ուղղակիորեն ասեն կարում ենք անենք, անում ենք։ Այն բառացիորեն էթեր գրված էր, օրենքը թույլ է տալիս առանց բացատրության հանենք, մենք էլ որոշեցինք առանց բացատրության հանենք։ Եվ քննարկվում էր հենց այդ հարցը, որ կարող է արդյոք այդ անել։ Նախագահի պաշտոնում նստած մարդն են ժամանակ փոխանակ այդ որոշումը ուղարկի, ասես չի, այս որոշումը թող ուժի մեջ մտնի, գնա ապրսնի, տեսնենք ինչ կանի։ Չէ ստորագրում, պատասխանատվությունից խուսափում ես։ Չստորագրելով ուժի մեջ թողեց, բայց օրենքը, որի հիման վրա ընդունվել էր ուղարկել սահմանադրական դատարան, որը արդեն 6-7 ամիս հետո որոշվեց ադե որ համապատասխանում է։ Ես ինչի եմ սրանք բերում, հա, եթե մենք տեսնում ենք ընտրական հանձնաժողովներում նմանատիպ խնդիրներ, եթե մենք տեսնում ենք ընտրություններից մի քանի ամիս առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ, եթե մենք տեսնում ենք, երբ որ սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում համայնքների խոշորացման ընթացակարգը, երբ որ համայնքի ղեկավարին կանչում են, ասում են արի կարծիք հայտնի, ասում եմ ես չեմ կարող գամ համայնքի անունից կարծիք հայտնեմ, ես համայնքը չեմ, ես համայնքի ղեկավարն եմ, ես թողեք գոնե ընթացակարգ չունեմ, ոչ հանրակրվե անելու, փոքր գյուղում լավ կարող եմ ինչ-որ քննարկում անեմ, բայց եթե մի քիչ ավելի մեծ համայնք է, մի քիչ ավելի մեծ գյուղ քաղաք, ես էլ ֆիզիկապես չեմ կարողանալու, դատարանը դա հակասահմանադրական է ճանաչել, ասել այ որ չեք թողնում, չկա գործիք, կառուցակարգ չկա, որ այս մարդիկ կարողանան պարզեն, չկա, բայց մեկ էլ դրանից հետո մենք տեսնում ենք խոշորացումա տեղի ունենում, գնում քննարկում, նույն օրենքով, նույն ընթացակարգով տանում են այդ որոշումն են քննարկման առարկա դարձնում, մեկ էլ տեսնում ենք որ չէ հակասահմանադրական։ Ինչի՞ եմ այս ամբողջը բերում, հետեւյալն է, նայեք, սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն չունենք, կամ ավելի ճիշտ ասենք ասենք, հայաց աշխարհում գոյություն չունի սահմանադրություն, որը չի կարող բարելավել։ Այսինքն չկա մի հատ սահմանադրություն, որի մեջ մի բան ավելի հստակ, ավելի լավ, ավելի զարգացած, ավելի էական փոխելու հնարավորություն չկա։
Բայց սահմանադրության գերագույն արժեքը ոչ թե նրանում է, որ ինքը իդեալական է, այլ նրանում է, որ ինքը գործում է եւ նրան հետևում են։ Եթե մենք հետևում ենք սահմանադրությանը, առաջնորդվում ենք սահմանադրությամբ, վատ սահմանադրական կառուցակարգերը դառնում են շատ լավ։ Եվ դրա էլի տիպիկ օրինակը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը բաղկացած է 9 հոդվածից եւ 27, հիմա երևի 27 փոփոխություններից, այդ փոփոխությունների մեջ, որ ասում ենք փոփոխություն, իրականում հետևյալն է, առաջին 10 փոփոխությունները ընդունվել է սահմանադրության հետ միաժամանակ եւ միակ գլուխներն են, որտեղ մարդու իրավունքներին է վերաբերվում։ Այդ հոդվածների մեջ կա բավականին պրոբլեմատիկ կարգավորումներ եւ բոլորը բազմաթիվ անգամներ լսել են, օրինակ նախագահի ընտրության այս ընտրիչների կարգ։ Ցանկացած այլ երկրում նման ընտրական համակարգ լինելու դեպքում ամերիկյան ֆինանսավորման հասարակական կազմակերպությունները խոսելու են, որ սա խայտարակություն է, հաղորդական է, որովհետև կան դեպքեր, որտեղ բացարձակ ավելի ցածր քանակի ձայն ստացող անձը ընտրվում է, որովհետև կախված նահանգներից որում ավել, բայց ինչն է շատ կարևոր, եւ համամիտ եմ, որ դա ժողովրդական է, եթե դա է կարգը, բոլորի համար կանխատեսելի է, բոլորը գիտեն, որ այդ կարգով է քննարկում տեղի ունենալու։ Մի քանի ամիս առաջ չի փոխվում եւ դա ոչ միայն մի քանի ամիս առաջ, տարիներով չի փոխվում, հա, որովհետեւ դա սահմանադրությամբ նախատեսված է։ Որոշ դետալներ կարող է փոխվել։ Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս պահին քննարկվում է արդյոք պետքա գրանցվեն, չգրանցվեն, ով կարող է քվեարկի, ոնց իմանանք այս քվեարկողը վերջի վերջո քվեարկելու իրավունք ունի, չունի, փոստով քվեարկությունների հետ կապված հարցեր կան եւ այլն, բայց ընդհանուր կոնցեպտը, ինչի է սա բերեցի օրինակը, որ բավականին պրոբլեմատիկ է, բայց ոչ մեկի մտքով չի անցնում ասել չէ չեն քվեարկելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրական համակարգը, երբ որ հերոստատեսություն եղավ եւ դեբատների կոնցեպտը կա, որ ուրեմն ունի մի շարք դեբատներ, որտեղ ուղղակի որոշակի ռեյտինգ ունեցող տեխնացուներն են միայն մասնակցում։ Եվ եթե փորձենք ունկնդիրներին հարցնենք, օրինակ անցած ընտրություններին քանի տեխնացու կար Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին, որ Թրամփ-Բայդեն բոլորը երևի կիմանան, ասկամ որ հետևում է կիմանա, բայց այլ տեխնացուներ էլ կային, արդյոք երբ որ գնում ենք ընտրատեղամաս եւ պետք է ընտրություն կատարենք։ Եվս երկու տեխնացու կար, եթե որպես կանոն 4 կամ 5 տեխնացու է միշտ մնում վերջում։ Որպես կանոն լիբերտարիանականներն են միշտ տեխնացու ունենում, որպես կանոն կանաչներն են ունենում, երբեմն եղել են տեխնացուներ, ովքեր ասենք կուսակցություններից մեկից բավականին շատ ձայն տանելով ըստ էության նպաստել են երրորդի անցնելուն, բայց այդ 4 տեխնացու դեբատներին գնում են երկուս։ Ազգային հերոստատեսությամբ երկուսը։ Ինչի, որովհետև ասում եմ, եթե բոլորին բերենք եւ բոլորը սկսեն խոսել, ընդ 4, 5, 6, 7, 8, 9, 10, ինքը բավականին լուրջ բարդություն է առաջացնելու ընտրության համար։ Չեմ ասում, որ պետք է երկուսը գնան, բայց պետք է լուծումները ուղղակի չնայել բացառապես, այնպես բացարձակ չակերտավոր դրամաբանության մեջ պայմանական դեմոկրատիայի լույսի ներքո, ասենք բացարձակ։ Հիմա որ մենք ունենք օրինակ կայուն մեծամասնություն։ Կայուն մեծամասնությունը հնարավորություն է տալիս բացառել 2 ամիսը մեկ ինչ որ կոալիցիաների առևտրի հնարավորությունը։ Մինիմալ 30% օպոզիցիան հնարավորություն է տալիս, որ իշխանությունը չլինի լրիվ բացարձակ, հա, ասենց ամբողջական եւ այլն։ Հիմա նորից վերադառնալով մեր սահմանադրությունը կողմնակից եք ոչ թե փոփոխությանը, այլ լավարկմանը, որի հնարավորությունը թույլ տալիս է։ Կողմնակից են ոչ մի բան չանել եւ պայմանավորվել, որ եւս 20 տարի չեն կպնելու սահմանադրությանը, ինչ ուզում է լինի։ Եվ հետևելու ենք այն սահմանադրությանը, որը կա։ Այդ կանոններով սկսելու ենք ձևավորել քաղաքական ինստիտուտներ։ Նայեք, քաղաքական ինստիտուտները չեն ձևավորվելու, որովհետև եթե կանոնները անընդհատ փոխում ենք, քաղաքական ինստիտուտները սկսում են չձևավորվել, որովհետև պատկերացրեք հետևյալը, ֆուտբոլի թիմ ունենք եւ պարապում ենք իրար հետ, խաղում ենք, պարապում ենք մեր բակում, բայց պետք է գնանք մրցույթներին խաղալու։ Բայց պատկերացրեք մրցույթ չկա, ազգային լիգա չկա, ոչ մի բան չկա, 5 տարի մեկ աշխարհի չեմպիոնատ է։ Ընդ որում հետևյալն է, ով որ պարտվում է դուրս է մնում, մի անգամ ես խաղում, եթե հաղթեցիր հաջորդն ես գնում։ Դե գնում ենք առաջին խաղում, պարտվում ենք, որովհետև մյուս թիմը խաղացել է ինչ որ լիգայում, ինչ որ փոքր լիգայի մեջ, ու մեր թիմը երբեք շանս չի ունենա գնա առաջ։ Եթե ու պատկերացրեք ամեն խաղից առաջ կանոնները փոխում ենք։ Մի անգամ ասում ենք 12 հոգով կխաղանք, հետո հաջորդին գնում ենք բարձումա 10-ով պիտի խաղանք, հաջորդին գնում ենք 11-ով։ Հիմա մեր մոտ ընտրությունները տեղի են ունենում 5 տարի մեկ կամ պլյուս-մինուս 5 տարի մեկ, հա, չեմ արտահերթերը չեմ հաշվում։ Համայնքային ընտրությունները մի քիչ այլ հաճախականությամբ կարող է լինեն, բայց դրանք էլ են խմբավորված, քիչ թե շատ, եթե չլինեն էլի արտահերթ, որպես կանոն փորձում են ինչ-որ ձևով բերել իրար հետ անցկացնել։ Քաղաքական ուժերը ընտրական գործընթացների, մարդկանց հետ շփվելուն, մարդկանց հետ աշխատելուն
չեն կարողանում կենթանի կյանքում սովորել։ Տեսական սովորում են, ակադեմիական գիտելիքներ ունենում են, բայց սահմանադրությունը, եթե կայուն մնա, ոչ մեկ չկպնի սահմանադրությանը, սահմանադրությունը մնա այն իրավունքների ծավալով, ոնց որ կա, եւ սահմանադրությունը օրգանիկ զարգանա, սահմանադրական դատարանի որոշումներով, դատական պրակտիկայով, քաղաքական որոշակի սովորույթների ձևավորմամբ, մենք 20-30 տարի հետո կունենանք արդեն մեկ այլ սահմանադրական մշակույթ։ Հիմա սահմանադրության փոփոխությունը զրոյացնելու է նախորդ 7 տարին։ Հիմա կարող ենք ասել նախորդ 3 կամ 4 փոփոխությունները լավ էին թե վատ էին, բայց կար որոշակի տրամաբանություն։ 95 թվականին ընդունվեց սահմանադրությունը եւ չընդունվեց այն ինչ պետք է ընդունվեր, որովհետեւ պետք է լիներ պարլամենտական դա է բխում անկախության հռչակագրից, որովհետեւ խոսում են Գերագույն խորհրդի գերակայության մասին։ Կիսանախագահական եղավ տարբեր պատճառներ կան, չեմ ուզում քննարկել, որովհետեւ մի քանի նախագծեր են եղել։ 2001 թվականին Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Մարդու իրավունքների ներողություն Եվրոպայի խորհրդին եւ կարիք կա որ մեր սահմանադրության մարդու իրավունքների բաժինը եւ ընդհանրակարգերը եւ օրինակ դատական համակարգի անկախությունը մի շարք այլ հարցեր համապատասխանեցվեն մարդու իրավունքների եվրոպական դատարանի կամ կոնվենցիայի ստանդարտներին 2003 թվականին չի անցնում նախագիծը 2005 թվականին անցնում 2 տարի ունենք 2005 թվականին կիսանախագահական ռեժիմ ենք ունենում որը որոշակի տարբերակներով աշխատում է հա 2018 թվականին կարիք կար որոշակի փոփոխությունների կամ կարող է չկար, չեմ ուզում քննարկեմ, իմ կարծիքով կար ամբողջությամբ իրացնել անկախության հռչակագրի ստանդարտը պարլամենտական հանրապետություն մանավանդ, որ այդ ժամանակ օպոզիցիոն կուսակցությունները իրականում պահանջում էին, այսինքն եթե դիտարկենք այդ ժամանակ տեղի ունեցող պահանջները, դա ոչ միայն կառավարություն ասվելա լավ կլինի Եվ կար պահանջ, այսինքն որ պետք է իրականացվի պետք է անցնենք պարլամենտարիզմի։ Հիմա էլի տես չի որ ամբողջ օրը փողոցում միտինգներ էին դրա պահանջով, բայց դա կետերից մեկն էր, որ կար։ Հիմա որպեսզի շուտ չասեմ, չեմ ասել, որ դա համար մեկ առաջնահերթությունն էր։ Բայց կար նման ընկալում եւ բավականին լայն կոնսոլիդացիայի արդյունքում տեղի ունեցավ 20 թվականի սահմանադրական փոփոխությունը ՍԴ-ի վերաբերյալ ակնհայտ էր որ դա ուներ քաղաքական դրդապատճառներ եւ կոնկրետ մի գործի հետ կապված էր հիմա որ խոսում ենք հիմա ընդհանրապես օրակարգում հարց լինի քննարկենք սահմանադրությունը փոխենք չփոխենք ինչն է կարևոր եթե սահմանադրությունը փոխում ենք ինչ ենք ասում սահմանադրությունն է մեղավոր որ մեր խնդիրները չեն լուծվել ես վերադառնամ մեղավորը գործող իշխանություններն են գործող իշխանությունները ցույց չտվեցին որ սահմանադրության շրջանակներում մենք ուզում էինք այսպես անել որտեղ իրենք են ինիցիատորը ժողովրդից կրկնում եմ նման ցանկություն դեռևս ես չեմ լսել լուրջ կամ մասնագիտական շրջանակներից նման պահանջ չեմ լսել քաղաքական շրջանակներից առնվազն իշխանական շրջանակներն են առնվազն նույնիսկ իշխանամերձ քաշ ունեցող sense ասեմ էլի ովքեր ինչ որտեղ ընտրվել են գոնե ինչ որ քանակի ձայն են հավաքել խոսքը չի գնում երկրորդելու մասին երբ որ ասում են խնդիր կա իրանք ասեն հայ ես ասում եմ որպես հենց առաջնային աղբյուր չկա հիմա կարելի է սահմանադրությունը ավելի լավը լինի իհարկե կարելի է պետք է կարծում եմ ոչ որովհետև սահմանադրության կարևորագույն արժեքներից մեկը դա սահմանադրության կայունությունն է Եթե սահմանադրությունը ռեալ խնդիր ունենանք, որ չեն կարողանում լուծենք, բերեմ օրինակը, եվրոպական բազմաթիվ երկրներ սահմանադրությունը փոխել են, որպեսզի անդամակցեն Եվրոպական միությանը։ Հիմա եթե մենք ինչ-որ մի պահի, դա կլինի ԵԱՏՄ, կլինի Եվրոպական միություն, կլինի չգիտեմ մեկ այլ միության, միանալու համար մեզ կարիք կլինի որոշակի բաներ փոխենք, օրինակ իրավական համակարգը, որպեսզի վեր պետական կառույցների որոշակի որոշումներ կիրառվեն կամ չկիրառվեն, այդ ժամանակ կարելի ասել, գիտեք, ինչ խնդիր ունենք, այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտություն կա։ Բայց մենք չունենք այս խնդիրը այս պահին, ընդհակառակը մենք խոսում ենք հենց ինքնիշխանության մասին, մենք չենք խոսում ինքնիշխանության պակասելու մասին, եւ այս խնդիրը դուրս է գալիս։ Հետևաբար, եթե փորձեմ իմի բերենք այս երկրորդ հարցը, որը քննարկում ենք, հետեւյալն է, սահմանադրություն փոխելու որևէ անհրաժեշտություն չկա։ Այստեղ նաև կառավարման համակարգը գտնում եք, որ այս համակարգը պետք է պահպանել։ Իհարկե։ Անկախության հռչակագիրը ուղղակիորեն նախատեսել է պարլամենտարիզմ, ուրիշ խնդիր է, որ այս ձևախեղումները կառավարման պետք է վերականգնվի։
Այսինքն 20 թվականի փոփոխությունները որպես սահմանադրական կարգի տապալման դրսևորում, երևույթ, հա, որպես այդպեսին, պետքա վերականգնվի եւ 20 թվականին նախորդող ժամանակահատվածը պետքա վերականգնվի։ Ընդ որում, տես միանշանակ չի ինչ պետք է անել 20 թվականին նշանակված դատավորների հետ, որովհետեւ եթե իրենց էլ ավտոմատի առանցնում ես, խնդիրը առաջանում որ միշտ ապօրինությամբ ենք Այսինքն այստեղ որոշակի լուծումներ կան նաեւ այս դաշտում, անցումային արդարադատության ռեալ գործիքակազմեր կա, որը հնարավորություն է տալիս բացառել հետագայում նման խնդիրների դուրսբերումը, բայց դա չի ընդհանրում ինքնիրավչություն կամ ինքնադատաստան, այսինքն դա ընդհանրում է, որ պետք է իրավական համակարգերը, դատարանի անկախությունը, դատական համակարգի կայունությունը, պետական կառավարման համակարգի կայունությունը եւ այլն պահպանել։ Հետևաբար այս կառավարման համակարգը ինք իրանով կարող է եւ կենսունակ է եւ պետք է աշխատի։ Եվ ավելին ասեմ, իր կենսունակությունը ցույց է տվել կրիզիսային ժամանակներում։ Ուրիշ խնդիր է, որ պետք է մի քիչ ապես, եթե չփոխվի անընդհատ եւ ընտրական համակարգը օգտագործենք այն հնարավորությունները, որը Եթե ոչ մի բան չանենք, ուղղակի թողնենք ինչպես կա, ընտրական օրենսգիրքը շաբաթը 1 կամ ամիսը 1 չփոխենք կամ ամեն ընտրությունից առաջ չփոխենք, քաղաքական ուժերը քաղաքականապես ակտիվ մարդիկ, դուք, ես, մնացած քաղաքացիները ավելի կանխատեսելի համակարգ ունենան եւ այդ ավելի կանխատեսելի համակարգում կհասկանան ոնց դրսևորեն իրենց, ոնց կարգավորվեն, ոնց համախմբվեն, ինչ գաղափարախոսություններ առաջ տանեն, մարդկանց հետ ոնց աշխատեն եւ երբ աշխատեն եւ դա կբերի կուսակցությունների ռեալ կայունացման։ Ես 95 թվականին հիմա չեմ հիշի ում կցիտեմ, բայց այս ժամանակվա ակտիվ Երևի Վազգեն Մանուկյանն էր ասեց այն ժամանակ, որ մենք ընտրեցինք պարլամենտարիզմ, մենք ուզում ընտրենք, հետո ասենք քաղաքական կուսակցությունները թող մի քիչ էլ կայունանան, հետո կանցնենք դրա համար կիսանախագահականի գնացինք կամ նախագահականի գնացինք, հիմա ասենք նայած ոնց կնայենք, արդյունքում քաղաքական կուսակցությունները էլ ավելի թուլացան, հա, որպես հիմա եթե չլինի այդ համակարգը, նորից սպորտի օրինակ է, եթե ֆուտբոլի թիմը չի խաղում լիգայում ինքը չի ուժեղանում, որտեղ ինչքան էլ դու ինքդ պարապես պետք է մեկի հետ խաղաս, որպեսզի դու այդ ընտրություններով։ Իսկ դրա ստաբիլ օրինակը ընտրություններն է, տեղական ընտրություններ, հանրաքվեներ, ստորագրահավաքներ, քաղաքական ինչ-որ գործընթացներ, որոնք տալիս են իրենց արդյունքը, ձևավորվում է այս միավորները, բայց պետք է դա եթե կայուն եղավ եւ բավականին երկար ժամանակ եղավ, ապա հնարավորություն կտա ձևավորել այս process-ը։ Հակառակ դեպքում մենք անընդհատ կմտնենք ցիկլի մեջ, անընդհատ ընթացակարգ կփոխենք, անընդհատ ռեժիմ կփոխենք, անընդհատ ինչ-որ սահմանադրություն կփոխենք ու դա չի տա որևէ դրական կամ էական դրական արդյունք։ Եվ պարոն Օրբելյան, անդրադառնանք նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին ենթակաների վերաբացված դատավարությանը, որտեղ կրկին ստանձնել եք երկրորդ նախագահի պաշտպանությունը։ Այս պահին խնդրեմ նշեք ինչ փուլում է գտնվում այս դատավարությունը եւ ըստ ձեզ ինչու վերաբացվեց այս գործը, երբ հիշում ենք 2021 թվականին սահմանադրական դատարանը հոդվածը, որով Քոչարյանը եւ նրա նախկին ենթակաները մեղադրվում էին հակասահմանադրական։ Մի փոքր շտկում անենք, էլի նախկին ենթականներ ձևակերպումը տվյալ դեպքում սխալ է, այսինքն նախկին ենթականներ չեն։ Պետության նախագահի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց այդ ձևակերպումը, եթե ուզում եք տենց անվանենք, այս պահին մենք լրիվ абսուրդային իրավիճակում ենք, որովհետեւ այս պահին դեռևս հիմա փորձ է արվում վերակենդանացնել, բայց դեռևս վերակենդանացման մոտիկ էլ չենք։ Հիմա պարզ կլինի հաջորդ նիստերին ինչ կլինի, ամսի 14 մի քանի օրից է նիստը հաջորդ, հա, բայց մի քանի կարևոր կետ կա, որը պետք է բոլորս պատկերացնենք։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք, այս խոսքը գնում է այն 300.1 կոչվածի համար, Մարտի 1-ի հայտնի գործով։ Հա, բայց հիմա ինչպիսին էր մեղադրանքի ձևակերպումը։ Առաջադրվել էր մեղադրանք, որ իրավական համակարգում դադարեցրել է սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածների առաջին մասի գործողությունը, փաստացի վերացրել էր ու եւ այլն, ինչ որ ձևակերպում։ Սահմանադրական դատարանը նայում ենք, ասում ենք, որ սա ոչինչ չասող է, սա ոչ մի բան է, սա իմաստ չի արտահայտում։ Իրավական որոշակիության խնդիրում է։ Որովհետեւ եթե մենք ասում ենք իրավական համակարգում վերացրել է, դա արվում ասենց օրենք ենք ընդունում, այս հոդվածը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Փաստացի վերացնելը, ասում ենք ճիշտ է, այս հոդվածը կա, բայց մենք կարանք համարենք, որ չկա։ Մոտավորապես ինքը երկուսը միաժամանակ գոյություն չի ունենում։ Հիմա երբ որ սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում քրեական օրենսգրքի հոդվածը, ուղղակիորեն դա նշանակում է, որ այդ հոդվածը երբեք գոյություն չի ունեցել։ Ոչ թե միջև հիմա կար, վաղվանից չկա։ Նշանակում է ի սկզբանե ամենասկզբից չեղել է հոդվածը։ Դա նշանակում է մի բան, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքում չնախատեսված հոդվածով։ Ու մենք դրա շրջանակներում գործ ենք քննում արդեն 7 տարի։
Այս վերաբացելը հետեւյալն է տեղի ունեցել։ Առաջին այցանը արդարացրել էր, վերաքննիչը թողել էր ուժի մեջ, Վճռաբեկ դատարանը վարույթեր ընդունել, քննացրել էր, սպասում էին հարմար պահի, հետո Սահմանադրական դատարանը մի հատ լրիվ ուրիշ բանի մասին որոշում, հետո Վճռաբեկը էլի լրիվ ուրիշ բանի մասին որոշում, դա հաջորդ նիստին կներկայացնեմ ավելի մանրամասն։ Հետո գործ ուղարկում ենք նորից առաջին այցան, ասում ենք լավ, տեմոց որ մի բան են չի գնացեք քննեք։ Ընդ որում ինչ է այն չի, իրականում ասում այս որ գործը կարճել եք, էս հիմքով, պետք է էս հիմքով կարճեք։ Իրականում այդ ասում, ուրիշ ոչ մի բան չի ասում, որտեղ չի ասում որ պետք է ուրիշ հոդված լինել, որտեղ դատախազը այդ ժամանակ փորձ չի արել փոխի մեղադրանքի բովանդակությունը կամ հոդված եւ այլն։ Հիմա ինչ են ասում, ասում են այ այս մի բանը, որը որոշակի չի, չգիտենք ինչ է, ընդհանուր մի հատ ձևակերպում է։ Իր մեջ ներառում է ներողություն ավելի փոքր է, քան այն մյուս հոդվածը, որը կոչվում է պաշտոնական դիրք չարաշահել։ Այսինքն պաշտոնական դիրքը չարաշահելը ինչ որ ձևակերպում կա, չեմ ասում ճիշտ է սխալ է կամ վերազանցել այնտեղ կախված հոդվածներով, այ սրա հատուկ ձևը ոչինչ չասող այս հոդվածը։ Ասում եմ չի կարող ոչինչ չասող հոդվածը, եթե ցենց մի քիչ ֆիզիկայի մաթեմատիկայի տերմինոլոգիա գնանք, անորոշ բազմությունը չի կարող որոշակի բազմության հետ որևէ ձև հարաբերվել։ Ուղղակի չգիտենք սա ինչա որ ինչ որ ձևով հարաբերենք, այն ինքը անորոշ է։ Հիմա ասում այսա սրա մեջ ինչ որ հատուկ ձև է, եթե մենք սա չենք կարողանում, պիտի սա կարողանանք, ու դատախազները ամբողջ քննարկումը տանում են մոտավորապես մենք մեղավոր չենք որ սենց ստացվել։ Սկսենք նրանից, որ մեղավոր են, ոչ թե կոնկրետ են դատախազը, որը հիմա դահլիճում է, այլ նախկին գլխավոր դատախազը, որը կարող էր ժամանակին դիմել Սահմանադրական դատարան եւ պարզել միջև հələ մեղադրանք առաջադրելը, ինչի չեն արել, որովհետեւ հարմար չէր։ Եթե հանկարծ սկզբից անեն 500 օր պարոն Քոչարյանը երկրորդ նախագահան չէր լինելու կալանքի տակ։ Այսինքն անենք, որ հիմա թող գնա հələ կալանավորենք, հետո տենց կտեսնենք, կհասկանանք։ Հա։ Այսինքն ստացել են առավելագույնը։ Երկրորդը, այսինքն ոչ թե քննարկում են փոխենք, չփոխենք ձևակերպումները, փորձենք հարմարեցնել գործը քննենք։ Հիմա այս պահին դերևս Պարոն Քոչարյանը գալիս է դատարան, չունենալով մեղադրյալի կարգավիճակ։ Ճիշտ է, դատավոր ասում է դուք ունեք մեղադրյալի կարգավիճակ, որովհետև ձեզ մեղադրանք է առաջադրվել, բայց չեն կարողանում բացատրել ինչ կատարելու համար, որովհետև մեղադրանքը դա ոչ թե ինչ որ վատ բան անելու մասին է խոսքը, այլ դա պետք է լինի քրեական օրենսգրքով սահմանված համապատասխան հոդվածներով որևէ չթույլատրված բան անելու համար։ Այս պահին տևական ժամանակ նաև հոդվածնել չէին գաղտնազերծում, թե Դե ինչ էին բերելուն, հիմա հələ գաղտնազերծելը հարաբերական է։ Դատարանում քննվող գործի այսօր արկա ձևակերպումը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են, որ նա արել է ինչ որ բան անորոշ, որը նախատեսված չի քրեական օրենսգրքով եւ երբևէ չի եղել։ 2009 թվականին, երբ որ ընդունել են, եղել է անորոշ, բայց այստեղ մի քայլ էլ առաջ գնանք։ Պարոն Քոչարյանին մեղադրում են նրա մեջ, որ ոչ թե ինքը 2009 թվականին է բան արել, այլ 2008 թվականին է կատարել, չէ՞, այսինքն մարտի 1-ը 2008-ը։ 2008-ի այդ օրենքը ընդհանրապես չկա, գոյություն չունի։ 2009-ին դրա փոխարեն ուրիշ օրենք է ընդունվել։ Այդ 2009-ին ընդունված օրենքն էլ ի սկզբանե համարել են չկա։ Այսինքն արդյունքում մենք ունենք մի հատ աբսուրդային իրավիճակ։ Եվ այստեղ երևի այդպես ամենատիպիկը ներկայացչական տեսակետից, ասում պարոն Գեորգյանը ներկայացրեց, որ Եվրոխորհրդի նաև ի հավելում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր լինելուց, նաև եվրոպական խորհրդարանական վեհաժողովի զեկուցող է որոշակի հարցերով։ Եվ ասում եմ, բայց որ իրանք իմանում են, որ գործը կա, ասում են, ինչ գործ է մարտի 1, ասում եմ, բայց այդ գործը փակվել է 11 թվականին, երբ որ ոնց որ թե քաղաքական եւ մնացած բոլոր հանգամանքներով համերաշխ Ինչի արդյունքում կիրառվել են որոշակի անձանց նկատմամբ համաներումներ, որոշակի անձանց նկատմամբ այս օրենքի փոփոխության արդյունքում մեղադրանք չի առաջադրվել 300.1-ով։ Այսօրվա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի Լիլիթ Թադևոսյանը եղել է դատախազ ստորագրել է, որ հրաժարվում են, որովհետև եւ այլն, բայց հիմա ոնց որ լռել ենք, այնց ոչ մի կարծիք չկա, երբ որ կալանքի հարցեր քննարկվում, լավ էլ քվեարկում էր, որ կալանավորեն, այսինքն սա է ցույց տալիս իրավաբանները ունեն էթիկական ստանդարտներին համապատասխանելու ունակություն, թե չէ։ Հիմա նորից վերադառնում ենք, այսօր երկրորդ նախագահի գործում, երկրորդ նախագահան գնում է դատարան, մենք գնում ենք դատարան եւ մնացած պաշտոնատար անձիկ գալիս են դատարան, եթե Արմեն Գեորգյանի մեղադրանքի մեջ ինչ որ կտոր մնացել է այն ընդհանրյալ Սիլվայի հատվածից, այսպես ասած, մնացած բոլորը գալիս են դատարան, հələ որ արդեն քանի ամիս մի քանի դատական նիստ, հա, ժամկետը չեմ էլ ուզում կենտրոնանամ, այսինքն նիստերը մի քանի նիստ, որտեղ մենք ամեն անգամ բարձրաձայնում ենք առարկությունները, նախագահ դատավոր ասում է, եթե ձեզ ասեցի, որ կա մեղադրանք, հիմա ասում եմ, եթե այդ մեղադրանքը կա, ես պետք է օրինակ կարողանամ ասեմ, ես համաձայն եմ այդ մեղադրանքի հետ, ինձ դատեք։
բայց ես ինչի հետ պետք է համաձայն լինեմ։ Ես պիտի ասեմ, որ համաձայն չեմ այդ մեղադրանքի հետ։ Ինչի հետ համաձայն չեմ։ Ես պետք է ասեմ, այդ մեղադրանքը ինձ պարզա թե չէ, ինչը ինձ պարզա թե չէ։ Այսինքն, Այսա չգիտեք ինչու է մեղադրվում, երկրորդ ինչ որ տեքստ է գրած փաստերի, բայց դա ինչին են համապատասխանեցրել, որտեվ այդ տեքստն էլ որոշակի չէր։ Էդ էլ դա մի բան է, որ մենք 2018 թվականի աշնանն ենք ասում, ինչ որ տեքստ եք գրել ընդհանրական, որի մեջ գրել եք ձևակերպումներ, բերեմ մի հատ օրինակ, որ բարձր լինի։ Ասում են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիմա հնչողությունը կնայենք, հետո կբացատրենք։ Ցանկացած գնով ցանկանալով իշխանությունը փոխանցել իր մտերիմ Սերժ Սարգսյանին։ Ձևակերպում է տված։ Ընդորում բարձ չի սա կապ ունի մեղադրանքի հետ, թե չէ, ոնց են իմացել Ռոբերտ Քոչարյանը, ինչ ցանկություններ ուներ, թե չէ, ենթադրենք բանա գրած։ Ասում ենք ընտրությունների արդյունքը կեղծվել է, պնդում եք, որ կեղծել են, ասում չէ, դե սահմանադրական դատարանի որոշում կա, որով մնացել է ուժի մեջ, ասել են որոշակի խախտումներ կան, բայց այդ խախտումները չեն ազատ։ Այսինքն ասում ճիշտ է, որ Սերժ Սարգսյանն է ընտրվել, ասում այո։ Ասում եմ իսկ հիմա կարակ բացատրեք, այդ ձևակերպումը վախենալի է հնչում, վատ է հնչում, ցանկացած գնով ցանկանալով փոխանցելը իր մեջ բավականին բացասական կոնոտացիա ունի։ Ասում եմ բերեք իրավական անալիզ անենք։ Իսկ արդյոք կարող էր նախկին նախագահան չցանկանար իշխանությունը ամեն գնով փոխանցել նոր ընտրի նախագահին, այլ օրինակ որոշեր պահել իրեն։ Որ ընտրվելը չեք առարկում։ Հա, պահել իրեն, ասել չէ, դե լավ, դուք ընտրվել եք, բայց ես չեմ ցանկանում ձեզ փոխանցեմ, որոշել եմ պահեմ ինձ։ Իսկ կարող էր ինքը ասել, դե գիտեք ինչ ոնց որ միտինգ են անում, ձեզ չեմ փոխանցում իշխանությունը, փոխանցում եմ ինչ որ մեկին։ Ավելի կարևոր մի հատ հարց։ Իսկ արդյոք ինքն էր փոխանցում այդ իշխանությունը։ Ընդհանրապես փոխանցում երևույթը, թե ասենք այդ ժամանակ կար ընտրված նախագահ, ով ընտրվել էր եւ ասենք ով հաջորդ ապրիլին ուղղակի երթմնակալության պահին ստանձնելու էր այդ պարտավորությունները։ Այդ փոխանցելը բան չի, էլի բանալի չի, որ sense ձեզ հանձնեցի, վերցրեցիք, դուք հաջորդ օրը գնացիք ճամփորդի։ Հետևաբար, ուսա ես բերում եմ մի հատ ձևակերպումը, որը այս անորոշներից ամենավորոշակին է։ Այսինքն գործ ունեն քաղաքական հետապնդման հետ այս։ Նայ, քաղաքական հետապնդումը ակնհայտ է։ Քաղաքական հետապնդումը չեմ էլ ուզում քննարկման առարկա դարձնեմ, ակնհայտ է, եթե մենք դիտարկում ենք վերջին 7 տարվա գործընթացները, մենք տեսնում ենք քաղաքական գործընթացները ոնց են զարգանում այս գործի զարգացման ֆոնի վրա, ասենք սահմանադրական դատարանում մարդ փոխենք, որտեղ սահմանադրական դատարանը գործ է քննում, դատարան շրջափակենք, պայմանական ասած վեթինգ անենք, որովհետև դատավորները ինչ որ տեսնում եք կալանքները չեն տալիս։ Իսկ դատավոր ինչ էր արել, դատավոր գործը հասել է դատարան, ես այս հոդվածի սահմանադրականության խնդիր եմ տեսնում, դիմում եմ սահմանադրական դատարան եւ կիրառում եմ անձնական երաշխավորություն Արցախի երկու նախագահների, պանով Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի։ Հիմա բայց դրանից հետո գնում ենք դատարան շրջափակենք, ընդ որում կապը ոչ թե այս ժամանակագրական է, ենթադրական է, այլ ուղղակի նշվում է, որ այդ մարդկանց չեն հասկանում։ Տեսնում ենք մենք, երբ որ նախագահի անձեռնամխելիության վերաբերյալ կալանքից ազատվում է 18 թվականի օգոստոս-սեպտեմբեր, մենք 100 օրվա վրա տենց որ էտով այն դատավորը, որ իմ ասածը չանի եւ նմանատիպ ինչ որ ձևակերպումներ։ Մենք տեսնում ենք ուրեմն գործի ընթացքին զուգահեռ քաղաքական գործընթացներ։ Մենք տեսնում եւ այլն, մեկը չի, երկուսը չի, այսինքն դատավորների լիազորությունների դատադեցում, գործընթացի հարմարեցում, որ ինչ որ քաղաքական ելույթում հնարավոր լինի դրա վրա հաղում անել եւ այլն։ Երբ որ ասում եմ քաղաքական հետապնդում, պետք չի պատկերացնել բացառապես այդ պահին գործող քաղաքական հակառակորդին։ Ինչ որ մի պահի կարող է ինքը նաեւ քաղաքական հակառակորդ չլինի կամ չլիներ, բայց քաղաքականապես հարմար էր, որ այդ մարդուն ինչ որ բան ասեն կամ չասեն։ Սա 18 թվականին դեռ երկրորդ նախագահը քաղաքականություն չէր վերադարձել։ Ու sense պայմանական հիմա առնվազն ազգային ժողովի ֆրակցիաներից որևէ մեկի հետ առնչություն որպես այդպեսին չուներ, էլի, այսինքն, բայց դա եթե քաղաքականապես հետաքրքիր է եւ կարան տարբեր մարդիկ ասեն, որ մոտավորապես հա դե հեսա մենք այս նախագահի մի հատ էլ ինչ որ բան կանենք, դրա շրջանակներում դրա վրա փորձենք էլ ինչ որ բոբո խաղացնելով պայմանական արգումենտ հավաքենք։ Կապ չունի, նույնը վերաբերում է երրորդ նախագահի դեմ տեղի ունեցող քրեական հետապնդմանը, նույնը տեղի է ունենում բազմաթիվ այլ քրեական հետապնդումների հետ, որոնք իրենց բնույթով տեքստը եթե վերցնեք մեղադրական, տակ լեզվաբանի եւ գիծ տրամաբանության դասախոսի, կհասի, որ սրա համար պետք է դնել երկուս։ Կարող է որպես գեղարվեստական տեքստ ինքը հետաքրքիր լինի։ Ես հիմա կես կատակ, կես լուրջ, ես մեր թիմի համ գործընկերներին, մեր աշխատակիցներին խնդրում եմ
որ երբ որ հայցադիում են գրում, օգտագործել ներգործական սեռը ոչ թե գրավորական, օգտագործել ինչքան հնարավոր է, մենք իրավաբանները սիրում ենք երկար նախադասություններ գրել, բայց ինչքան հնարավոր է պարզ նախադասություններ օգտագործել։ Եթե հնարավոր է մեղադրանքը ձևակերպել պարզ նախադասություններով, առանց բարձ ստորադասական եւ այլ ինչ-որ դերբայական դարձվածքների եւ այլն, պարզ մի քանի նախադասությունների շարքով, չեմ ասում ընդհանրապես չօգտագործել, բայց էապես նվազեցնել եւ օգտագործել բացառապես ներգործական, այսինքն ենթակա ստորոգյալ հստակ գործողություններ, հստական գործություն, շատ պարզ էլի, առանց ինչ-որ երկու էջանոց նախադասությունների, ապա կարող ենք ասել, որ դա պարզ մեղադրանք է։ Մեր մեղադրանքի մեջ, որի մասին մենք խոսում ենք, մենք դա ասում ենք դեռևս 18 թվականին, նախադասությունների մի մասը առնվազն կես էջ են։ Ամբողջ պարագրաֆը, որը գալիս է կես էջ, մինչև սկզբից հասնում ես վերջ, մոտավորապես չես հիշում ով ինչ արեց, փորձում ես հասկանալ լավ այս նախադասության մեջ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ինչ որ բան կար գրած թե չէ, ավելին տեքստը ակնհայտորեն շատ տրամաբանական տարական սխալներ կայել, այսինքն օրինակ ընդհանրացում օգտագործում է խաղաղ ցուցարարներ։ Ակնհայտ ճիշտ է եւ ակնհայտ սուտ է, որովհետեւ այդ օրը եղել են խաղաղ ցուցարարներ, այդ օրը եղել են ոչ խաղաղ ցուցարարներ։ Այդ օրը միաժամանակ որոշակի հատվածներում եղել են խաղաղ ցուցարարներ, նույն ժամանակ մեկ այլ տեղում եղել են ոչ խաղաղ ցուցարարներ։ Եվ հետեւաբար այստեղ ընդհանրական նկարագրություններ տալով, ինչ որ կրավորական սեռով նախադասություններ դնելով, որոշակի ենթադրությունների համար տեղ թողնելով, նույնիսկ չգրելով, տեղ թողնելով, ասես ինչ որ պատմություն է, որը կրկնում եմ, շատ լավ գործիքակալ կարող է համարվի, եթե խոսում ենք մենք ժուրնալիստական հոդվածի, ինչ որ գեղարվեստական ստեղծագործության, բայց ակնհայտորեն ոչ քրեական գործով մեղադրանքի մասին։ Հետևաբար մենք հիմա ինչ ենք ակնկալում, ես ակնկալում եմ, որ այս անհասկանալի process-ը պետք է ավարտվի։ Մենք մի քանի նիստ ունենք, որով այս ենթադրաբար մեղադրանքը փոխելու միջնորդությունը պետք է քննարկվի եւ ես ակնկալում եմ, որ դատավորը եթե չեմ ասում անկախ է, եթե այսքան պստիկ մասնագիտական արժանապատվություն ունի, պստիկ չեմ բանով էլի, այսինքն ես ոչ թե ասում եմ ինքը պետք է անկախ լինի, իրան չճնշեն, այսինքն սա այն աստիճանի բանի մասին են խոսում, որ այլ որոշում, քան մերժել ես միջնորդություն կոչված գործընթացը եւ վերջնական տալ արդարացման դատավճիռ, ուղղակի ես չեմ տեսնում, որովհետեւ հակառակ դեպքում մենք կարող ենք խոսել, որ այս գործընթացում առանձին իրավաբանություն համարյա չկար։ Հիմա այտենց էապես էլ ավելի կպակասի։ Եվ ցանկացած դեպքում նաև եթե անգամ մեղադրական վճիռ կայացվի, նախագահին ազատազրկում չի սպառնում, քանի որ վաղեմության ժամկետը լրացել է այս գործի։ Ես ճիշտ գիտեմ այս մասը։ Եթե մենք խոսում ենք 309 հոդվածի մասին, սա էլ հաջորդ խնդիրն է։ Վաղեմության ժամկետը լրացել էր 2018 թվականի մեղադրանք առաջադրելու պահին, եւ դա է պատճառներից մեկը, որ sense մոգոնել են մի հատ ավելի բարդ հոդված ճարենք։ Գրենք, ավելին մենք դատարանում մեր մասով չէ, բայց Սերյան Օհանյանի պաշտպաններից բարձրացրել էր Արցախի 309-ի մասին խոսում, Տոտախազը դատարանում ասում է 309-ը կապ չունի։ Հիմա ստացվեց կապ ունի։ Այսա բանա, նպատակահարմարությամբ օգտագործել, չօգտագործել, այն դատախազ ուրիշ բաներ կարծում, ես ուրիշ բան եմ կարծում, ընդունելի չի, որովհետև ըստ էության դատախազությունը միասնական մարմին է, ինքը չի կարող մի դատախազ մի կարծիք ունենալ դատարանում, մի դատախազ ուրիշ կարծիք եւ այդ ժամանակ պետք է ասեմ կլինի ճյուղային դատախազին ուղարկեք, բարի դատախազին բերեք, մի քիչ sense լուրջ չի հնչում, բայց մոտավորապես հետեւյալն է, դատախազությունը որպես միասնական մարմին պետք է դիրքորոշումը շարունակի ունենալ ամբողջական, եթե դատախազությունը ուներ կարծիք, որ 309-ը կիրառելի չի, հետեւաբար պետք է շարունակի գտնել, որ կիրառելի չի, այլ ոչ թե որ 300.1-ով չեղավ, դե կրկին փորձիրով գնանք մի հատ 309-ը, որ 309-ն էլ չստացվի, ասի վայ, բերեք մի հատ ուրիշ թիվ ասեք, այդ թվով փորձեն գնանք։ Եվ այլն, բազմաթիվ ասենց ասենք, էլի։ Հիմա դրա համար ըստ էության, եթե 6-7 տարի առաջ տես լուրջ մարդիկ նայում էին սա նույնիսկ վերադառնալով այդ առաջին խնդրին, նախընտրական այդ ամբողջ process-ներին, այդ մարդիկ ուշադրություն դարձրին։ Հիմա արդեն դա չի ազդում, արդեն ինչքան ես եմ հասկանում, էլ արդեն հետաքրքրություն չկա, որովհետև էլ տենց ոնց որ զավեշ տալի մասը կորել է եւ բոլորը հասկանում են, որ ինչ աստիճանի абսուրդ գործի հետ մենք գործ ունենք, էլի, այսինքն այդ ձևակերպումները, պնդումները, կրկնում եմ, ու ամենասարսափելին է նա, որ
Սլոյանի հայրը դեղից ասում են մեզ հետաքրքիր չի մահվան հանգամանքները։ Դատական նիստում ասում են մեզ հետաքրքիր չի մահվան հանգամանքները։ Դժողներից մյուսը ասում է մեր փողերը երբ են տալու պարբերաբար, լսողության որոշակի խնդիր ունի տվյալ մարդը, ենթադրում եմ ինչ հանգամանքներում, պարբերաբար երբ որ իրան օդային են տալիս, այնց ինչ որ համոզված չեմ հարցը լսում թե չի, ասում եմ մեր փողերը երբ են տալիս, այսքան գալիս ենք։ Ինչի նկատի ունի, չգիտեմ, թողնում եմ հեռուստադիտողներին հասկանալու համար մեր փողերը ասելով նկատի ունի գործի արդյունքում վնասի հատուցում, թե նկատի ունի այլ փողեր, ով է տալիս, ինչ է տալիս, սա արդեն լրիվ ուրիշ հանգամանք է։ Զոհերի հարազատի մասին է խոսքը։ Նու տուժողների, իրավահաջորդների եւ տուժողների մասին է։ Հիմա այդ առաջինը ես որ խոսում էի տուժողի իրավահաջորդի մասին, երկրորդը համոզված չեմ ինքն էր տուժող, թե ինքը նույնպես իրավահաջորդ էր։ Հետևաբար, եթե նորից ամփոփենք, մենք նորից վերադառնալով բոլոր հարցերին, այսինքն սահմանադրությունը ենթադրում էր, որ այս դատավորը պետք է լիներ անկախ, դատավորի անկախությունը ենթադրում էր, որ իր նկատմամբ կարգապահականները պետք է աչուձախ չտարածվեն, ենթադրում էր, որ SMS-ով պետք է բարձրագույն դատական խորհրդի նախագահ հրաժարական չտար։ Դա ենթադրում էր, որ մարդու հանձնակատարը կամ դուրս գալուց ոչ թե պետք է ասեր ես շատ շնորհակալ եմ ամեն ինչ լավ է գնում եմ ակադեմիական, այլ ասել այլ պատճառ, եթե կա այլ պատճառ։ Եվ այլն, այսինքն այստեղ պետք է իրականում մենք ամբողջական ռեալ, հա, sense ինչ բարբերաբար ասում են, չէ, սուտը թափենք, սուտ չլինի, ստի մթնոլորտը վերացնենք, բայց փաստացի մենք տեսնում ենք, որ իրենք են շատացնում, ոչ թե պակասացնում։ Այս բոլորը եթե ամեն ինչ տեղն է անգնում, սրա համար մեզ պետք չի սահմանադրություն փոխել, սրա համար մեզ պետք չի ոչ մի բան անել, բայց դա նշանակում է, որ դատավորներն էլ պետք է ունենան խիզախություն, ոչ թե 8 տարի քննեն վերջում ասեն, այլ թե հասկանում են, որ գործ կա առաջին օրը։ Ինչը արեցին դատավորները։ Ուղղակի պետք է մնացած դատավորները ճակերտավոր ասած տեր կաղնեն։ Դավիթ Գրիգորյանը սկզբից հասկացավ, որ հոդվածի սահմանադրականության խնդիր կա։ Փաստացի պարզվեց ինքը ճիշտ էր։ Սահմանադրական դատարանը քննեց, ընդ որում փոփոխելուց հետո քննեց եւ ոնց որ միաձայն որոշեց, որ հակասահմանադրական է։ Այսինքն դատավորը, ով վարույթ ընդունելուց գործ ուղարկել է սահմանադրական դատարան, պարզվեց, որ ճիշտ էր։ Պարզվեց, որ ինքը պետք չէր կալանք տար, որովհետեւ այդ կալանքը անձնական երաշխավորությունը բավարար էր, որտեղ այն հիմնական մեղադրանքը ընդհանրապես չկար։ Պարզվեց այդ բոլոր հանգամանքները շատ ցցուն են, էլի այն ժամանակվա դաշտում եկել կռիվ էին անում, բայց post factum հետագայում պարզվեց, որ ճիշտ էին։ Հիմա այս գործով չեմ բացառում, որ դատարանը նաև կարձանագրի, որ այս մեղադրանքը ոնց որ ձևակերպված է, նաև անձեռնամխելիության խնդիրներ է առաջացնում եւ падգամավորների եւ նախկին նախագահի։ Այսինքն ամբողջ խնդիրը, ընդ որում խնդիրը ոչ թե նրանում է, որ նախագահան չպետք է պատժվի կամ պատժվի, ակնհայտորեն այստեղ հանցակազմ չկա, մեղադրանք չկա, հոդված չկա, բայց նաև այն տեքստը, որ գրել են, չի կարող սովորական դատարանում, ընդհանուր ավարժության դատարանում քննարկման առարկա դառնա։ Սահմանադրական դատարանի լիազորությունների կամ առնվազն վարչական դատարան հետո սահմանադրական դատարանի լիազորությունների հարցի մասին ենք խոսում։ Եվ այլն, այսինքն այս ամբողջը ինքնին լրջագույն խնդիրներ են եւ կարիք կա, որպեսզի դատարանները պայմանական էլի sense բառ օգտագործեն, իրենց թափ տան, հասկանան, որ սա քայլ առ քայլ ինչքան թուլացնեն, այնքան ճնշում ուժեղանալու է։ Ինչ կա, խոսքը դատարաններին չի վերաբերում, դատարաններին, տարբեր պաշտոնատար անձանց, պետք է բոլորը հասկանան, որ եթե խնդիրները կա, խնդիրները պետք է բարձրաձայնեն, այլ ոչ թե մտքում գնան շրջապատին ասեն, դրա հիման վրա թերթերում ինչ որ ենթադրություն գրեն, որում ճիշտ կամ սխալ է, իրականում չգիտեմ, ես եղեշերը չեմ քննարկել այս հարցը, որ ինչ որ ինֆորմացիա հավելյալ ունենամ կամ չունենամ, եւ այլն, էլի, այսինքն այս դաշտում պետք է ռեալ պատկերացնել եւ եթե վերադառնանք, կարծում եմ, որ նախագահի գործը ակնկալում եմ, որ սեղմ ժամկետում կավարտվի, դե սեղմ ժամկետում չավարտվի, պետք է երկար ճանապարհով գնանք, երկար ժամկետում կավարտվի։ Պարոն Օրբելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգային իրավունքի մասնագետ, կոնցեռն դիալոգ փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հետ։ Կհանդիպենք։